եմ նաև, որ այսօր ներկա եմ գտնում մի միջոցառման այս հանդեսին, որով մի երդասարդ արձակագիր, դրամատուրգ, դերասան, դասախոս Էլֆիկ Զոհրաբյանի գրքի թարգմանության շնորհանդեսն է։ Գիրքը անշուշտ բոլորիդ բարձր նվիրված է մեր սիրելի մեծ հայազգի մտավորական գրող Վիլյամ Սարոյանին։ Վիլյամ Սարոյանը չգիտեմ աշխարհում այսօրվա դրությամբ նրա անունը ինչպես է հնչում, ինչ մակարդակի վրա է նրա գործերը բեմադրվում, չեմ կարող ասել, տեղյակ չեմ, սակայն այն որ մենք հայերս հատկապես մտավորականները համարձակություն, քաջություն պետք է ունենան, Վիլյամ Սարոյանը ամբողջապես թարգմանել հայերենով, որպեսզի մեր հայ ընթերցողները տեր դառնան մեր մտավորականին, մեր հատերագրի, մեր գրողին։ Եվ Էլֆիկ Զոհրաբյանը ասեցին երդասարդ, սակայն համարձակ, սակայն շնորհազարդ անձնավորություն, որ համարձակություն է ունեցել մերձենալ Վիլյամ Սարոյանին, ամեն մարդու գործ չի, Վիլյամ Սարոյան կարդալ և հասկանալ։ Նա իր ծագումով, նա իր անցած կյանքի փուլերով, շատ դառը փորձություններով անցած մի մտավորական է։ Եվ որ օդանության մեջ տառապել է հայության համար։ Եվ ասել թե միանշանակ կարելի է բնութագրել, բնորոշել Վիլյամ Սարոյանը շատ դժվար է։ Չգիտեմ թե ամերիկացիները ինչպես են հասկացել, բայց մենք հայերս վստահ եմ շատ լավ ենք հասկանալու Վիլյամ Սարոյանը։ Ես ուզում եմ իմ օրհնության խոսքը ասել մեր սիրելի Էլֆիկին, Էլֆիկ ջան, Աբրեստո, որ լինելով երդասարդ ունես քաջություն ու համարձակություն գրական կյանքով ապրելու։ Դժվար է այսօր երդասարտին կապել նստարանից, սեղանից, թուղթ ու գրիչի առջև նստեցնել ու ասել գիտես նստիր գրիր կամ քո մտքեր արտահայտիր։ Այսօր ինչպես տեսնում եք, բոլորը կախվածության մեջ են այդ սարքավորումներից կամ դրեք ասում 1000 տեսականներ կարող են տալ կախվածության մեջ է և մարդ հարաբերությունը խզված է ամբողջությամբ, հոգևոր կապը դադարում է, գնալով մարելու է, և ամեն մեկը իր սենյակում պարփակված պետք է հետայսու այդպես կապայի, իր ընկերոջ հոր, մոր, ծնողը և այլն է, հեռանում ենք ինքներս մեզանից, հեռանում ենք մեր Աստծուց, բնությունից, ամեն ինչից ենք հեռանում, ահա ժամանակներ, իսկ Էլֆիկի պես երդասարդ մեկը, որ համարձակություն է ունեցել, ինքն իրեն պարտադրելու նաև, որ նստի գրասեղանի առջև, թուղթ ու գրիչ վերցնի և թարգմանական գործերով զբաղվի, սա ինքն արդեն մեր օրերում գնահատված է, փնտրված է։ Երանի թե մեր մյուս մտավորականները, սկսնակ մտավորականները, բանաստեղծները, գրողները նույնպես կարողանան ժամանակ տրամադրել գրասեղանի առջև նստել։